Niye kalsın sakın? Ağrı teslik. He? Deli ağrı nereden? Ja, ik zeg ha, kapitaalschoolming. Zat verspazen staf genaamd de next centrum. Ora noi nagan in Chuzenam velet nene. Derne param na, center. Arjun, bahsetmek mi? Ha, kanki bilmiyorum. Kilara değil, kız tane renk. Ha, bacık akçe. Boğazı ver ha. İn bir elazı su. Es. O kadar Ersisya, mes Alfan'ın bağlı mısın? Araç noktalarında hoş geldin. Tuncay'dan doğrusun dedim. Araç noktalarının içinde yokmuş. Çekka. Bayt bana. Bana zaten smart çıkıyor. Çeyla bu incede. Ha, hara zaten smart çıkan. Sen bir patlama vur kakko. Patlama vurmadı. Sen de. Kaya gel. Ha, ben hara zaten teriye çıkma. Hara zaten. Hara zaten. Ka, legasis boy tarole mas. Yeganlardan bir kökler var. Üstünden aranjacı kökler. Devlet sorular var mı? Sorular. O çeşitli açılmasını tek bir tasarlıyor. Mik abi. Տղեկ ջան, դուք ձեր անձնական կարծիքը կուզեմ իմանամ, դուք համաձայն եք այս ամենի հետ։ Եթե համաձայն չեք, սաղը դել մեծ մարդիկ եք, չափահաս, կնակ պարզապես երբ որ հրաման կստանաք, ձեր թիմումը ներկայացնեք, հեռանաք գնաք շինարարությամբ զբաղվեք, տեսնիկոր երկիրը քանդում են, տեսնիկոր թուրքին է ընտարվում այս մարդը, թուրքի առաջնորդը ասում է հայ եկեղեցու հանդեպ ինչ-որ ոտնձգություններ է անում, ինքը գալիս է իրականացնում է։ Դուք հասկանում եք, որ դուք իրականում հիմա ծառայում եք թուրքին։ Դուք պարզապես որպես չափահաս անձնավորություններ, դուք պետք է դիմում գրեք ու ասեք, որ ես այդ հրամանը չեմ կարող կատարել, ելնելով իմ հավատքից կամ իմ կրոնական Սարբություններից։ Կրոնական իմ պատկանելությունից ելնելով չեմ կարող կատարել տվյալ հրամանը, խնդրում եմ ինձ ազատել հրամանը կատարելու պարտականությունից։ Հրաժարվեք, գնացեք մի ամիս, երկու ամիս ուրիշ տեղ աշխատեք, մինչև վերջանա այս ամեն ինչը գաք ձեր ծառայությանը։ Բարդ բան չկա, ես հասկանում եմ, որ դուք էլ լավ չեք զգում։ Հեչ մարդը ուրախությամբ չի եկել ստեղ այս հրամանը կատարելու, միանշանակ բոլորն էլ չուզելով են եկել, երևում է։ Առաջի հեշտին ես վստահ եմ, իրանք էլ են դեմ, այս կառավարությանն է, այս ամեն ինչին է։ Բայց վերջը արդեն հասկացա։ Կառավարության գործողություն չէ, սի կոնկրետ սարքությունների մեջ են մտել։ Գնացեք դիմում գրեք, սեք չենք կրնա ծառայեն։ Դժվար է։ Ձեր բաժանապատվությունից թանկ է ձեր աշխատանքը։ Այդ է հենց դրանով են ընդհանրապես մարդիկ տարբերվում։ Մարդիկ կան, որոնք իրանց արժանապատվությունը զոհում են իրանց օրվա հացին։ Ու այդ մարդիկ կոչվում են վատ մասնագիտության մարդիկ։ Այս մասին մտածեք պարզապես, գնացեք դիմում գրեք, դուք ձեզի վատ մի կզգացեք, ելեք դուրս ծառայությունից։ Konflikt չեք ուզեն, բայց զարիշն Ասածս պարզ տղամարդկային քայլ է, որ նոր պետք է բոլորս է անենք։ Ես էլ լինեի, ես է կանեի։ Տեսնեի, որ իշխանությունը ելել է եկեղեցու դեմ, սրբությունների դեմ, երկրի կեսը հանձնել է, մյուս կեսն էլ արդեն պատրաստվում է հանձնելու,
Ես մնամ այդ իշխանությանը որպես ուժ, հա, որպես իրա թուրը։ Այդ արժանապատիվ մարդը չի կարող մնալ։ Ով որ ունի արժանապատվություն, ժամանակին դիմումը կարա հեռացել է։ Նույնն է պետք է յուրաքանչյուր մարդ անի։ Ուրիշ տարբերակ չկա, տղեկ ջան։ Հասկանում ենք, որ դադի գործ է բացվելու ձեր վրա, եթե չկատարեք, բայց դիմում պետք է կրեք հեռանաք։ Որովհետեւ իշխանությունը հասկանա, որ ինքը իշխանություն չունի այս երկրում։ Հակառակ դեպքում, եթե մնաք ծառայեք, դուք իրանց ջրաղացին ջուր եք լցնելու։